Հրապարակ թերթը գրում է. ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը թերթին պատմել է, որ իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել։ Իրենց ասվել է, եթե դժգոհ եք, հրապարակավ ելույթներ ունենաք, հարցազրույցներ տաք և պատմեք, որ եվրոպական շուկան չի փոխարինում ռուսական շուկային, ծաղիկ վաճառելը մեծ գլխացավանք է դարձել, ապա եվրոպական շուկայի դռները ձեզ համար որպես պատիժ ընդմիշտ կփակվեն։ Սա է նաև պատճառը, որ որոշ ջերմոցատերեր ստում են, ասելով, թե կարողացել են ծաղիկն արտահանել Եվրոպա, ամեն ինչ լավ է։ Թերթի զրուցակիցը նաև ասել է, որ տևական ժամանակ հույսով սպասել են, որ ծաղիկն արտահանելու են եվրոպական շուկա, սակայն արդեն իրենց համբերության բաժակը լցվել է և լռել չեն պատրաստվում, քանի որ հասկացել են՝ իրենց խաբում են։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, թեև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հրապարակավ հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրվել ֆեդերացիայի նախագահի պաշտոնում հաջորդ ընտրություններում, ֆուտբոլային աշխարհում կրքերը ոչ թե հանդարտվել են, այլ հակառակը ավելի են թեժացել։ Թերթի տեղեկություններով ֆեդերացիայի նախագահի պաշտոնի շուրջ արդեն ձևավորվել են մի քանի ազդեցության կենտրոններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նախընտրելի թեկնածուն և փորձում է մինչև ընտրությունները ստեղծել անհրաժեշտ քաղաքական և ֆուտբոլային աջակցություն։ Թերթի տեղեկություններով ամենաակտիվ քննարկվող անուններից մեկը Սիսիակ Գաբրիելյանն է։ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնի նկատմամբ հետաքրքրություն ունի նաև շրջակա միջավայրի նախկին նախարար, ազգային ժողովի պատգամավոր ընտրված Հակոբ Սիմիդյանը։ Երրորդ անունը, որ բավական հաճախ է շրջանառվում, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն է։ Նիկոլ Փաշինյանը թերթի տեղեկություններով վերջերս հանդիպում է ունեցել ֆուտբոլային ակումբների ղեկավարների հետ։ Քննարկման ընթացքում Փաշինյանը նշել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հարցը ինքը կլուծի։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթի տեղեկություններով Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատ-Ցեմենտ գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն ի պաշտոնե համակարգում է ոլորտը և նախօրեին գործարանի առջև բողոքի ցույց անող աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ իր հավատարմությունն էր հայտնել Փաշինյանին։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, թեև նոր ձևավորված ազգային ժողովը դեռ ամբողջությամբ չի սկսել իր աշխատանքը և դեռևս ամբողջությամբ չի ձևավորվել, արդեն գործընթացներ են սկսվել պատգամավորների նկատմամբ։ Թերթի տեղեկություններով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այս օրերին աշխատում է ընդդիմադիր երկու պատգամավորների վերաբերյալ միջնորդությունների վերջնական փաթեթների վրա և մտադիր է դրանք ներկայացնել արդեն նոր ձևավորված խորհրդարանին։ Թերթի տեղեկություններով խոսքը վերաբերում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին և Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. բոլորը բացատրություններ են փնտրում, թե ինչու Սահմանադրական դատարանը նման անօրինական որոշում կայացրեց հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված։ Կան փաստեր, որոնք վկայում են Սահմանադրական դատարանի դատավորների կաշկանդվածության մասին։ Օրինակ, Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանի որդու Արեգ Վաղարշյանի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, որը հիմա սառեցված է, բայց ցանկացած պահի կարող է վերաբացվել կապված դատավորի պահվածքի հետ։ Վաղարշյանի որդին մեղադրվում է 2023 թվականին ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդուն Էդուարդ Նադարյանին դանակահարելու համար։ Նրան ժամանակին մեղադրանք է առաջադրվել, կալանավորման միջնորդություն են տարել դատարան, որը մերժվել է։ Թերթի տեղեկություններով շուրջ 3 տարի տևող նախաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն այս ընթացքում մեղադրանքը հանել են Վաղարշյանի որդու և մյուս մեղադրյալների վրայից։ Եվ դանակահարության գործը մնացել է առանց մեղադրյալի ու մնացել քննչականի դարակներում։ Գրում է թերթը։